Շատ հեշտ խմոր է։ Ձվին ավելացնում ենք շաքարավազը, խառնում ենք, դարձնում ենք համասեր զանգված։ Փրփրուն կամ ուռած զանգված չենք դարձնում, պարզապես դարձնում ենք համասեր։ Ավելացնում ենք մեկ պտղուն ցաղ, համը որպեսզի ավելի արտահայտիչ լինի, վանիլին, եթե ունեք, եթե չունեք, պարտադիր չի, մեկ էլ ավես դարձելու։ Սա էլ խառնում ենք եւ ավելացնում ենք ալյուրը։ Այսքան բան, վերջ։ Մինչ մենք այս ամենը խառնում ենք իրար, արդեն պատրաստում ենք ջեռոցը 200 աստիճանի տակ։ Շատ արագ են թխվելու։ Ստանում ենք այսպիսի խմոր։ Գտալով խմորը լցնելու ենք սիլիկոնե կովրիկի վրա կամ եթե կարկա ունեք, կարող եք կարկայի վրա անել։ Երբ ավարտում ենք գտալով լցնելը, մի փոքր, հա, այսպես տարածում ենք։ Ճիշտ է ինքը նույնպես փռվելու է, բայց մենք իրեն օգնում ենք։ Այսպես փոքր-ինչ տարածում ենք։ Թխուկները հանեցինք, հիմա տաք վիճակում պետք է կպցնենք իրար։ Հիմա ցույց կտամ ինչպես։ Արագ-արագ առանձնացնում ենք։ Այ այսպես, նայեք։ Եզրերը բերում ենք եւ կպցնում։ Քանի տաք են։ Աշխատեք այս եզրը, որը փափուկ մասն է, այդ հատվածից կպցնեք եւ գեղեցիկ այս մուգ գույնը վերևից երևա։ Այդպես վարվելու ենք բոլորի հետ։ Պարզապես ամուր սեղմեք։ Ահա, բոլորը պատրաստ են։ Դուք ինչով կուզեք, միջուկը կզարդարեք։ Ինձ մոտ էս պահի դրությամբ թուզի չիրա եւ եմիշի չիրա։ Ահա, տեսեք, գեղեցիկ են ստացվում։ Դուք կարող եք նաեւ խնձորից անել, դերձ անել, ինչ որ դուք սիրում եք կամ ինչ այդ պահին ձեր ձեռքի տակ կա։ Մյուս հատվածն անում եմ կարկայի վրա, հայերեն չգիտեմ անկեղծ ասած ինչպես են ասում, ինձ թվում է դուք ինձ կօգնեք, հավանաբար թխուկի թուղթ, բայց դուք ավելի ճիշտ տարբերակը, ինձ թվում է ինձ կօգնեք։ Ահա, մնացած հատվածներ թխում կարող ենք եւ թխուկի թղթի վրա անել եւ սիլիկոնե կովրիկի գորգի վրա կարող ենք անել։ Թղթի վրայից մի փոքր դժվարությամբ է փոխում եւ նուրբ պետք է անել, որպեսզի խմորը նույնպես չպատրվի։ Իսկ սիլիկոնե գորգի վրա շատ հեշտությամբ է փոխվում։ Ավելի շուտ փոխում է, բայց փոխին ջանքեր են անհրաժեշտ, որովհետեւ թուղթը այսօրին կողմ է գնում։ Իսկ սիլիկոնի կովրիկը ինքը հաստատում է անում, մի փոքր ավելի հեշտացնում է մեր գործը։ Հիշում եք ընկերներ, նույն կերպ ենք վարվելու։ Այստեղ որտեղ որ ավելի սպիտակ հատվածն է, այդ հատվածից է փորձեք սեղմել եւ ամուր սեղմեք։ Այսպես։ Շատ արագ աշխատեք, որովհետեւ շուտ է սարում։ Հետո աշխատելը հնարավոր չի լինում։ Իսկ այս սպիտակ մասերից ինքը ավելի հեշտությամբ է ճկվում։ Ահա, մեր գեղեցիկ կալաների փունջը պատրաստ է։ Այնպես որ դուք կարող եք փորձել կիսվել նաև ձեր ընկերների հետ բաղադրատոմսով։ Իդեպ ասեմ, դուք կարող եք ես իհարկե չորեր եմ տեղավորել, դուք կարող եք եւ խնձոր եւ ցանկացած միրգ որպես միջուկ դնել։ Ձեզ լավ օր եմ մաղթում, կտեսնվենք սիրելիներս։